Նա ուներ ամեն ինչ, իշխանություն, համբավ խոստումնալից ապագա, որպես մայր։ Բայց գիշերվա կեսին տեղի ունեցած պայթյունը ոչնչացրեց նրա ծրագրերը, սպանեց նրա երեխային։ Այժմ, շրջապատված ստերով ու դավաճանություններով, նա հետապնդում է ճշմարտությունը, արդարությունը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ դուք երբեք լսել եք ձեր կյանքում։ Երանը երբեք չի քնում։ Մաշտոցի պողոտայի լույսերը թարթում էին, կարծես ընկած աստղեր լինեին հոկտեմբերյան այդ հինգշաբթի օրվա թաց ասֆալտի վրա, արտացոլվելով երկինք հասնող շենքերի հայելային ապակիներում։ Դա մի քաղաք էր, որը շնչում էր իշխանություն, փող, հավակնություն։ Եվ Մարիամ Սպիտակյանը բացարձակ տիրապետում էր այդ լեզուներից յուրաքանչյուրին։ 36 տարեկանում նա այնպիսի կին էր, ով ստիպում էր ամբողջ սենյակին շրջվել իր մուտքի ժամանակ։ Ոչ միայն իր բնական գեղեցկության, ալիքավոր շագանակագույն մազերի, որոնք ընկնում էին ուսերին, կամ թափանցող կանաչ հայացքի համար, որը կարծես հոգիներ էր կարդում։ Դա նրա ներկայությունն էր։ Վստահությունը։ Այն ձ, թե ինչպես էր նա զբաղեցնում տարածությունը առանց թույլտվություն խնդրելու, կարծես աշխարհը ստեղծված լիներ հենց իր համար։ Եվ որոշ չափով, այդպես էլ կար։ Սպիտակյան ձեռնարկություններ ընկերության հիմնադիր գործադիր նախագահ, որը երկրի խոշորագույն շինարարական անշարժ գույքի զարգացման ընկերություններից էր, Մարիամը կայսրություն էր կառուցել զրոյից։ Նոր-Նորքի դերձակուհու ավտոբուսի վարորդի դուստրը, ով մահացել էր, երբ նա ընդամենը 15 տարեկան էր, վաղուց էր սովորել, որ այս կյանքում ոչ ոք ոչինչ անվճար չի տա։ Նրա հաջողության յուրաքանչյուր աղյուս դրվել էր քրտինքով, անքուն գիշերներով, դժվար որոշումներով, անսասան վճռականությամբ։ Այդ գիշեր Հայաստան հյուրանոցի շքեղ սրահը, իր ֆուտուրիստական ճարտարապետությամբ հաղթանակի զբոսայգու համայնապատկերային տեսարանով, լի էր կարևոր մարդկանցով։ Գործարարներ, քաղաքական գործիչներ, օտարերկրյա ներդրողներ, լրատվամիջոցների հայտնիներ։ Բոլոր։ Նա այնտեղ էին, նշելու ընկերության 15-ամյակը, հատկապես նշելու նրան։ Մարիամ Սպիտակյանին։ Կնոջը, ով մարտահրավեր էր նետել բոլոր վիճակագրություններին, ով մտել էր տղամարդկանց կողմից գերիշխող շուկա ոչ միայն գոյատել, այլ բարգավաճել էր։ Իտալական մետաքսից մուգ կապույտ զգեստը նրբագեղորեն գրկում էր նրա մարմինը։ Իրական զարդեր, բայց առանց չափազանցության։ Անթերի, բայց բնական դիմահարդարում։ Ամեն ինչ նրա մեջ բղավում էր նրբագեղություն, վերահսկողություն։ Բայց այդ գիշեր ինչ-որ այլ բան կար։ Ավելի շատ փայլ նրա աչքերում։ Անսովոր փափկություն ժպիտի մեջ։ Եվ եթե որե մեկը ուշադրություն դարձներ, կնկատեր նրա ձեռքը, որը ժամանակ առ ժամանակ հանգչում էր որովայնի վրա, պաշտպանության գրեթե անգիտակից ժեստով։ Մարիամը 5 ամսական հղի էր։ Նրա առաջին երեխան։ Տարիներ շարունակ կայսրություն կառուցելուց, մասնագիտական նվաճումներ կուտակելուց հետո, որոնց ուրիշները հասնում էին ամբողջ սերունդների ընթացքում, նա վերջապես զգում էր, որ գտել է կատարյալ հավասարակշռությունը։ Հաջողություն, երջանկություն։ Կարիերա, ընտանիք։ Ինչ իր տեղն էր ընկնում։ Դիեգո Ալեքսանյանը, նրա ամուսինը 3 տարի շարունակ, անընդհատ կողքին էր։ Բարձրահասակ, գեղեցիկ, այդ սպիտակ ժպիտով, որը հալեցնում էր սրտերը, այդ հմայիչ ծով, որը ստիպում էր բոլորին զգալ իրենց հատուկ։ Նա բռնում էր նրա ձեռքը, քնքուշ խոսքեր էր շշնջում նրա ականջին, լուսանկարվում էր նրա կողքին, հպարտությունն իր դեմքին դրոշմված։ Կատարյալ զույգը։ Բոլորի նախանձը։ Դիեգոն աշխատում էր ընկերությունում որպես ինստիտուցիոնալ հարաբերությունների տնօրեն, մի պաշտոն, որը Մարիամը հատուկ նրա համար էր ստեղծել ամուսնությունից հետո։ Նա չուներ նույն կրթությունը, ինչ Մարիամը, չէր եկել բիզնես աշխարհից, բայց ուներ խարիզմա։ Գիտեր խոսել, կապեր հաստատել, դռներ բացել։ Եվ Մարիամին դուր էր գալիս նրան մոտ ունենալ։ Դուր էր գալիս իր նվաճումները ինչ-որ մեկի հետ կիսել։ Դուր էր գալիս գագաթին մենակ չլինել։ Կամ գոնե այդպես էր նա հավատում։ Խնջույքը շարունակվեց մեծ շուքով։ Հուզիչ ելույթներ, անկեղծ հարգանքի տուրքեր, ընկերության ուղին ցույց տվող պրոյեկցիաներ, առաջին ձեռնարկությունից արելյան հատվածի փո։ Քրիկ տների համալիրից մինչ շքեղ երկնաքերերը, որոնք այժմ գերիշխում էին երանյան հորիզոնում։ Մարիամը ելույթ ունեցավ այն ամուր պարզ ձայնով, որը բոլորը գիտեին, շնորհակալություն հայտնեց թիմին, գործընկերներին, ներդրողներին։
Եվ առաջին անգամ հրապարակայնորեն բացահայտեց իր հղիությունը։ Սրահը պայթեց ծափահարություններից։ Մարդիկ ոտքի կանգնեցին, հուզված։ Ոմանք լացեցին։ Դա մաքուր տոնակատարության պահ էր։ Պողպատե կինը մայր էր դառնում։ Անողոք գործարարուհին ընդունում էր մայրությունը։ Դա գեղեցիկ էր։ Դա կատարյալ էր։ Երբ խնջույքը սկսեց դատարկվել, արդեն կեսգիշերն անց էր։ Մարիամը հոգնած էր, ոտքերը ցավում էին բարձրակրունկների մեջ, բայց նրա սիրտը լի էր։ Դիեգոն ուղեկցեց նրան մինչ լիմուզինը, որը սպասում էր հյուրանոցի մուտքի մոտ։ Վարորդը, միջին տարիքի մի մարդ համազգեստով, հարգանքով բացեց հետի դուռը։ Դիեգոն ի հեճուկս պայմանավորվածության ասաց, որ պետք է մի փոքր մնա, լուծելու որոշ անավարտ հարցեր ներդրողների հետ, ովքեր դեռ սրահում էին։ Նա քնքշորեն համբուրեց նրա ճակատը, խոստացավ շուտ տուն գալ փակեց մեկ։ Ենայի դուռը։ Մարիամը ոչնչից չկասկածեց։ Նա միշտ այդպես էր, ուշադիր բիզնես գործընկերների հանդեպ, նվիրված։ Լիմուզինը սահեց Երանի դատարկ փողոցներով։ Մարիամը գլուխը հենեց փափուկ կաշվե նստատեղին մի ակնթարթ փակեց աչքերը։ Թույլ տվեց իրեն, այդ կարճատ միայնության պահին, զգալ ամեն ինչ։ Երախտագիտությունը, հոգնածությունը, ուրախությունը, վախը։ Այո, վախը։ Որովհետև նույնիսկ լինելով Մարիամ Սպիտակյան, նույնիսկ կայսրություն կառուցած լինելով, նույնիսկ հզոր վախեցած լինելով, նա մարդ էր։ Եվ մայրությունը վախեցնում էր նրան։ Կյանք ստեղծելու պատասխանատվությունը։ Խոցելի լինելու։ Ինքն իրենից ավելի շատ ինչ-որ մեկին սիրելու։ Բայց դա լավ վախ էր։ Վախ, որը եկել էր հույսի հետ։ Լիմուզինը շարժվում էր ծիծեռնակաբերդի խճուղով, երբ Մարիամը զգաց հոտը։ Սկզբում նուրբ, հետո ավելի ուժեղ։ Բենզին։ Նրա ամբողջ մարմինը լարվեց։ Նա բացեց աչքերը, շուրջը նայեց, փորձեց գտնել աղբյուրը։ Վարորդը նույնպես կարծես նկատեց, քանի որ դանդաղեցրեց արագությունը, հոնքերը կնճռելով։ Մինչ նրանցից որը մեկը կարող էր արձագանքել, ձայն լսվեց։ Մի գտտոց։ Հետո, շշուկ։ Եվ ապա, կարծես դժոխքը բացվել լիներ մեքենայի տակ, բոցերը պայթեցին շարժիչի կափարիչից։ Ամեն ինչ տեղի ունեցավ վայրկյանների ընթացքում, բայց Մարիամի համար դա հավերժություն թվաց։ Վարորդը բղավեց, փորձեց վերահսկել բռնի կերպով սահող մեքենան։ Բոցերը սարսափելի արագությամբ տարածվեցին, լիզելով ապակիները, մտնելով ճեղքերով։ Ջերմությունն անտանելի էր։ Ծուխը, շնչահեղձ անող։ Մեքենան սահեց դեպի եզրագիծը մետաղական շառաչյունով բախվեց պաշտպանիչ արգելապատնեշին։ Մարիամը նետվեց առաջ, ամրագոտին ամուր սեղմելով նրան, դուրս հանելով ամբողջ օդը նրա թոքերից։ Ցավն ակնթարթային էր, պատռելով նրա մարմինը։ Բայց ֆիզիկական ցավից ավելի վատը խուճապն էր։ Բոցերն արդեն ամենուր էին։ Վարորդին հաջողվեց բացել իր դուռը դուրս գալ, տատանվելով, բղավելով, որ նա էլ անի նույնը։ Բայց Մարիամի դուռը փակված էր։ Կամ ջմլված։ Կամ երկուսն էլ։ Նա հուսահատորեն քաշում էր բռնակը, հարվածում ապակուն, բղավում։ Բոցերն արդեն մտնում էին հետի նստատեղ։ Մուգ, թունավոր ծուխը լցնում էր նրա թոքերը։ Նա հազում էր, շնչահեղձ լինում, զգում էր արծու։ Նքները դեմքից ներք։ Մտածեց երեխայի մասին։ Իր որդու մասին, ով երբեք չէր ծնվի։ Այն ամենի մասին, ինչ կառուցել էր, այն ամենի մասին, ինչ երազել էր։ Ամեն ինչ ավարտվում էր այնտեղ, այդ անապատային խճուղում, առավոտյան ժամը 2-ին, մենակ բոցերի մեջ։ Հենց այդ ժամանակ նա տեսավ ուրվագիծը։ Մի մարդ վազում էր դեպի մեքենան։ Դա վարորդը չէր, ով մի քանի մետր հետում էր, վիրավոր շոկի մեջ։ Դա ուրիշ մեկն էր։ Ինչ-որ մեկը, ով պետք է անցներ ճանապարհով, ինչ-որ մեկը, ով տեսել էր վթարը, բջջայինով նկարելու կամ պարզապես արագացնելու փախչելու փոխարեն, ինչպես շատերը կանեին, որոշել էր կանգ առնել։ Տղամարդը հասարակ շապիկ էր հագել, մաշված ջինս, հին կոշիկներ։ Նա կարոր մարդ չէր։ Նա հզոր մարդ չէր։ Նա պարզապես մի սովորական մարդ էր, ով այդ պահին դարձավ Մարիամի միակ հույսը։ Նա փորձեց բացել դուռը դրսից, բայց չհաջողվեց։ Մետաղը ոլորված էր, շատ տաք։ Բոցերը մեծանում էին։
Մարիամն արդեն չէր կարողանում բղավել, միայն հազում էր, հուսահատորեն փորձելով շնչել։ Նրա տեսողությունը սկսում էր մթնել։ Հենց այդ ժամանակ տղամարդը ջանա։ Բարի եզրից մի մեծ քար վերցրեց, ամբողջ ուժով, ջարդեց հետի պատուհանի ապակին։ Կտորները թռան ամեն կողմ։ Նա ձեռքը անցկացրեց անցքից, անտեսելով կտրվածքները, բացեց դուռը ներսից բռնի քաշով բացեց այն։ Բոցերը լիզեցին նրա ձեռքը։ Նա ցավից բղավեց, բայց չկանգնեց։ Մտավ բոցավառվող մեքենան, բացեց Մարիամի ամրագոտին ուժգին քաշեց նրան դուրս։ Նա դժվարությամբ էր գիտակից մնում, բայց զգաց նրա ձեռքերը իր մարմնի շուրջը, որոնք նրան հեռացնում էին մեքենայից։ Նրանք դժվարությամբ էին 10 մետր հեռացել, երբ լիմուզինը պայթեց։ Ջերմության ալիքը նրանց գցեց գետնին։ Տղամարդը ծածկեց Մարիամի մարմինը իր մարմնով, պաշտպանելով նրան ամեն կողմ թռչող բեկորներից։ Պայթյունը խլացնող էր։ Ջերմությունը անտանելի։ Երբ լռությունը վերադարձավ, ընդհատված միայն կրակի կրկրոցով շտապ օգնության հեռավոր ձայներով, Մարիամը վերջապես կարողացավ իր աչքերը կենտրոնացնել այն մարդու դեմքին, ով փրկել էր նրան։ Նա ծածկված էր մուրով, այրվածքներով ձեռքի պարանոցի վրա, արյուն էր հոսում ապակու կտրվածքներից։ Բայց դեմքն էր, որ նրան ստիպեց նորից շունչը կտր։ Ել. Նա ճանաչում էր նրան։ Ռաֆայել Սարգսյանը։ Նա եղել էր շինարարական աշխատանքների մենեջեր իր ընկերությունում։ Գրագետ, լուրջ, նվիրված մարդ։ Եվ նա նրան աշխատանքից ազատել էր 6 ամիս առաջ։ Առանց նախազգուշացման։ Առանց հիմնավոր պատճառի։ Պարզապես այն պատճառով, որ Դիեգոն առաջարկել էր, որ նա խնդիրներ է ստեղծում, կասկածի տակ է դնում որոշումները, անհարգալից է։ Մարիամը չէր հետաքննել։ Պաշտպանվելու հնարավորություն չէր տվել։ Պարզապես ստորագրել էր ազատման թուղթը շարունակել իր ճանապարհը։ Այժմ նա այնտեղ էր։ Այն մարդը, ում նա անարդարացիորեն ոչնչացրել էր։ Այն մարդը, ով լիովին իրավունք ուներ ատել նրան։ Այն մարդը, ով հենց նոր փրկել էր նրա կյանքը։ Ռաֆայելը նրան նայում էր անկեղծ մտահոգությամբ, ստուգելով, թե արդյոք նա շնչում էր, արդյոք գիտակից էր։ Նրա աչքերում ոչ մի վրդովմունք չկար։ Ոչ մի դատապարտում չկար։ Միայն մարդկայնություն կար։ Շտապ օգնության մեքենաների ձայներն այժմ ավելի մոտ էին։ Շտապ օգնություն, հրշեջներ, ոստիկանություն։ Վարորդը բղավում էր, օգնություն կանչելով։ Ռաֆայելը բռնում էր Մարիամի ձեռքը, աս։ Ելով նրան դիմանալ, որ օգնությունը գալիս է, որ ամեն ինչ լավ կլինի։ Բայց Մարիամը գիտեր, որ ոչինչ լավ չէր։ Ահավոր ցավեր էր զգում որովայնի շրջանում։ Զգում էր, որ ինչ-որ բան սխալ է։ Շատ սխալ։ Փորձեց խոսել, զգուշացնել, բայց չկարողացավ։ Խավարը վերջապես կուլ տվեց նրան, վերջին բանը, որ տեսավ ուշաթափվելուց առաջ, Ռաֆայել Սարգսյանի մտահոգ դեմքն էր, որը խոնարհվել էր նրա վրա։ Երբ արթնացավ, հիվանդանոցի սենյակում էր։ Ախտահանիչի հոտը ներխուժում էր նրա քթանցքները։ Լյումինեսցենտ լույսերը ցավեցնում էին նրա աչքերը։ Փորձեց շարժվել, բայց ամբողջ մարմինը ցավում էր։ Ձեռքերի թերի վրա վիրակապեր ուներ։ Զգում էր, որ դեմքը այտուցված է։ Եվ հետո հիշեց. կրակը, վթարը, երեխային։ Նրա ձեռքը թռավ որովայնին։ Շատ հարթ էր։ Շատ դատարկ։ Կողքի մոնիտորը սկսեց անվերահսկելիորեն ազդանշան տալ։ Բուժքույրերը վազելով ներս մտան։ Բժիշկը հայտնվեց, նրա հետ խոսելով հանգիստ, բայց վճռական տոնով։ Նրա խոսքերը խեղաթյուրված էին հասնում, կարծես ջրի տակից էր խոսում։ Բայց ոմանք նա կարողացավ հասկանալ։ Տրավմա։ Արյունահոսություն։ Ամեն ինչ արեցի։ Ինչ կարող էին։ Չկարողացան փրկել։ Ցավում եմ։ Մարիամը չբղավեց։ Չլացեց։ Պարզապես մնաց այնտեղ, նայելով սպիտակ առաստաղին, զգալով, որ ինչ-որ բան իր ներսում մահանում է իր երբեք չճանաչած որդու հետ միասին։ Բոլոր նվաճումները, ամբողջ իշխանությունը, աշխարհի ամբողջ փողը չկարողացան կանխել դա։ Նա անզոր էր։ Խոցելի։ Շատ մարդկային։ Դիեգոն հայտնվեց սենյակի դռան մոտ մի քանի րոպե անց, դեմքը գունատ, աչքերը կարծես կարմրած։
Վազեց մինչ մահճակալը, բռնեց նրա ձեռքը, մրմնջաց մխիթարական խոսքեր, որոնք դատարկ էին հնչում։ Ասում էր, որ կործանված է, որ չի հավատում, թե ինչ է տեղի ունեցել, որ ամեն ինչ նորից կանեն, որ ուրիշ երեխաներ կունենան։ Մարիամը նայեց նրան։ Այն մարդուն, ում հետ ամուսնացած էր։ Այն մարդուն, ով պետք է լիներ այնտեղ լիմուզինում իր հետ, բայց մնացել էր հետում գործեր լուծելով։ Այն մարդուն, ով հիմա շատ ամուր էր բռնում իր ձեռքը, ով շատ արագ էր խոսում, ով արցունքներ ուներ աչքերում, բայց ինչ-որ սառը բան նրա ձայնի մեջ։ Առաջին անգամ 3 տարվա ամուսնության ընթացքում Մարիամը կասկածի մի պահ զգաց։ Հիվանդան։ Ոցում օրերը ձգձգվում էին։ Հաճախակի այցելություններ ընկերության ղեկավարներից, ընկերներից, ծանոթներից։ Ծաղիկները լցնում էին սենյակը։ Աջակցության հաղորդագրությունները հազարներով էին հասնում։ Լրատվամիջոցները հիվանդագին կերպով լուսաբանում էին վթարը, շահարկելով պատճառների, գործարարուհու առողջության, ընկերության ապագայի մասին։ Դիեգոն միշտ մոտ էր, բայց ինչ-որ բան փոխվել էր։ Մարիամը չէր կարողանում որոշել, թե ինչ, բայց զգում էր։ Այն ձը, թե ինչպես էր նա նայում իր բջջայինին, երբ կարծում էր, որ նա քնած է։ Այն զանգերը, որոնց նա պատասխանում էր միջանցքում, ցածր ձայնով խոսելով։ Վատ քողարկված անհամբերությունը, երբ նա ցանկանում էր խոսել վթարի մասին, այն մասին, թե ինչպես էր դա տեղի ունեցել։ Մի օր, երբ Դիեգոն սենյակից դուրս էր, դուռը բացվեց, Ռաֆայել Սարգսյանը ամաչկոտ մտավ ներս։ Նա մի փոքրիկ փունջ հասարակ երիցուկներ էր բերել, ոչինչ համեմատած շքեղ ծաղկեպնջերի հետ, որոնք գերիշխում էին սենյակում։ Ձեռքի պարանոցի վրա վիրակապեր ուներ։ Այրվածքների հետքերը տեսանելի էին, ցավոտ տեսնելու համար։ Մարիամը չգիտեր, թե ինչ ասի։ Շնորհակալություն հայտնեց նրան իր կյանքը փրկելու համար, բայց բառերը շատ փոքր էին, անբավարար։ Ռաֆայելը պարզապես տխուր ժպտաց ասաց, որ արել է այն, ինչ ցանկացած մարդ պետք է աներ։ Բայց Մարիամը գիտեր, որ դա ճիշտ չէր։ Մարդկանց մեծ մասը չէր կանգնի։ Մարդկանց մեծ մասը չէր վտանգի իր կյանքը։ Եվ նա, ով ուներ աշխարհի բոլոր պատճառները նրան թողնելու այրվել այն անարդար ձից հետո, ինչպես նրա հետ վարվել էին, ընտրեց լինել ավելի լավը, քան դա։ Նրանք մի քանի րոպե խոսեցին։ Ռաֆայելը հարցրեց, թե ինչպես է նա, արդյոք ինչ-որ բանի կարիք ունի։ Մարիամը, տարիներ շարունակ առաջին անգամ, անկեղծ էր ինչ-որ մեկի հետ։ Ասաց, որ չգիտի, որ կորած է, որ զգում է, կարծես իր կյանքը գլխիվայր շրջվել է։ Ռաֆայելը պարզապես լսեց։ Դատարկ խորհուրդներ չտվեց։ Չասաց, որ ամեն ինչ կբարելավվի։ Պարզապես ներկա էր։ Եվ ինչ-որ կերպ դա Մարիամի համար ավելին նշանակեց, քան բոլոր մանրամասն բառերը, որոնք նա ստացել էր վերջին օրերին։ Երբ նա դուրս էր գալիս, Մարիամը կանչեց նրան։ Ասաց, որ ցանկանում է ավելին խոսել, որ ցանկանում է ավելի լավ հասկա։ Նալ, թե ինչ է տեղի ունեցել այդ գիշեր։ Ռաֆայելը վարանեց, բայց համաձայնեց։ Նա գրեց իր բջջայինի համարը թղթի վրա, թողեց մահճակալի կողքի սեղանին։ Երբ նա դուրս եկավ, Մարիամը նայում էր այդ թղթի կտորին։ Այնտեղ ինչ-որ բան կար։ Ինչ-որ բան, որ իր գործարարուհու բնազդը, այն նույն բնազդը, որը նրան ոչնչից հասցրել էր գագաթին, բղավում էր։ Վթարը պատահական չէր։ Ինչ-որ մեկը դա արել էր։ Եվ նա պետք է պարզեր, թե ով։ Դիեգոն վերադարձավ սենյակ սուրճով հարկադրված ժպիտով։ Նստեց մահճակալի կողքին, բռնեց նրա ձեռքը, սկսեց խոսել ընկերության մասին, այն որոշումների մասին, որոնք պետք է կայացվեին, այն մասին, թե ինչպես նա կարող էր ավելի շատ պարտականություններ ստանձնել, մինչ նա ապաքինվում էր։ Մարիամը նրան լսում էր լռության մեջ, բայց նրա միտքը այլ տեղ էր։ Նա մտածում էր բենզինի հոտի մասին։ Այն արագության մասին, որով բոցերը տարածվեցին։ Այն դռան մասին, որը չէր բացվում։ Դիեգոյի մասին, ով պետք է լիներ իր կողքին, բայց չէր։ Այն բոլոր փոքր բաների մասին, որոնք առանձին ոչինչ չէին նշանակում։ Բայց միասին սկսում էին օրինաչ ապություն կազմել։ Եվ Մարիամ Սպիտակյանը չէր հասել այնտեղ, ուր հասել էր, անտեսելով օրինաչափությունները։ Այդ գիշեր, երբ Դիեգոն վերջապես տուն գնաց հանգստանալու, նա վերցրեց հեռախոսը, հաղորդագրություն ուղարկեց Ռաֆայելին։ Պետք էր խոսել նրա հետ։ Պետք էր հասկանալ, թե նրա աչքերն ինչ էին տեսել այդ գիշեր։ Պետք էին այն պատասխանները, որոնք ոչ ոք չէր ցանկանում տալ։
Ռաֆայելը գրեթե անմիջապես պատասխանեց. ասաց, որ հաջորդ օրը կլինի այնտեղ, և որ ինքը նույնպես ինչ-որ բաներ ուներ նրան պատմելու։ Բաներ իր ամուսնու մասին։ Բաներ, որոնք նա բացահայտել էր այն ժամանակ, երբ աշխատում էր ընկերությունում։ Բաներ, որոնք նրա աշխատանքից ազատվելու իրական պատճառն էին։ Մարիամը սարսուռ զգաց իր ողնաշարում։ Ամեն ինչ պատրաստվում էր փլուզվել։ Բոլոր վստահությունները, բոլոր ճշմարտությունները, որոնց նա հավատացել էր, բոլոր հիմքերը, որոնց վրա կառուցել էր իր կյանքը վերջին 3 տարիների ընթացքում։ Նա նայեց հիվանդանոցի պատուհանից։ Երանը փայլում էր ներքում, անտարբեր մի կնոջ տառապանքի նկատմամբ։ Քաղաքը շարունակում էր պտտվել։ Գործերը շարունակվում էին։ Կյանքը շարունակվում էր։ Բայց Մարիամ Սպիտակյանի կյանքը երբեք նույնը չէր լինի։ Կրակը, որը գրեթե սպանել էր նրան, նա լուսավորել էր ինչ-որ բան, որը թաքնված էր ստվերներում։ Եվ այժմ, երկար ժամանակ հետո առաջին անգամ, նա պատրաստ էր ուղիղ նայել խավարին, դիմակայել այն ամենին, ինչ կգտներ այնտեղ։ Նույնիսկ եթե դա նշանակեր ոչնչացնել այն ամենը, ինչ մնացել էր։ 3 շաբաթ անցավ այն բանից հետո, երբ Մարիամը բացահայտեց դավաճանության ամբողջական մասշտաբը։ 3 շաբաթ թատրոն։ Կեղծ ժպիտներ։ Բարի գիշեր, բարի առավոտ ասված մի մարդու, ով փորձել էր նրան վերացնել։ Դիեգոյի կողքին անցկացրած ամեն վայրկյանը տանջանք էր, բայց նա գիտեր, որ վրեժն ավելի քաղցր կլիներ, եթե լավ պլանավորված լիներ։ Երանը պատրաստվում էր Հայաստանի ձեռներեցության ֆորումին, տարվա ամենամեծ կորպորատիվ միջոցառմանը։ Այն պետք է տեղի ունենար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կհավաքեր երկրի առաջատար գործարարներին, ներդրողներին, քաղաքական գործիչներին, կարծիք ձավորողներին։ Ուղիղ հեռարձակում ամբողջ Հայաստանով։ Ազգայի միջազգային մամուլի լուսաբանում։ Կատարյալ բեմ։ Դիեգոն ուրախ էր։ Մարիամը համաձայնել էր նրա առաջարկին, որ ինքը ներկայացնի ընկերությունը միջոցառմանը, հանդես գալով հիմնական ելույթով Սպիտակյան ձեռնարկություններ ի ապագա նախագծերի մասին։ Նա դա դիտում էր որպես մեկ քայլ դեպի ամբողջական վերահսկողություն։ Որպես հաստատում, որ Մարիամը վերջապես ճանաչում էր իր սահմանափակումները, փոխանցում էր գավազանը իրեն։ Ինչ Դիեգոն չգիտեր, այն էր, որ Մարիամը պլանավորում էր նրա հրապարակային կործանումը նույն ճշգրտությամբ, ինչպես պլանավորում էր իր միլիարդավոր դրամների նախագծերը։ Միջոցառման առավոտյան Մարիամը զգուշությամբ հագնվեց։ Մուգ մոխրագույն Արմանի կոստյում, կատարյալ կտրվածքով։ Միջին բարձրության կրունկներ, էլեգանտ, բայց գործնական։ Մազերը հավաքված անթերի կապի մեջ։ Ոչ ցուցադրական, բայց ընդգծված դիմահարդարում։ Յուրաքանչյուր դետալ մտածված էր իշխանություն, վերահսկողություն, լրջություն փոխանցելու համար։ Նա այլս հիվանդանոցում գտնվող զոհը չէր։ Նա գործարարուհին էր, ով ստիպում էր հզոր տղամարդկանց դողալ միայն։ Մի հայացքով։ Դիեգոն շուտ դուրս եկավ միջոցառմանը։ Ասաց, որ պետք է շուտ հասնի, պատրաստվելու, ներկայացումը ստուգելու, կազմակերպիչների հետ խոսելու համար։ Մարիամը պարզապես գլխով արեց, հաջողություն մաղթեց, տեսավ, թե ինչպես նա դուրս եկավ դռնից, կարծես դա պարզապես մեկ սովորական օր լիներ։ Հենց որ նա դուրս եկավ, Մարիամը զանգահարեց Ռաֆայելին։ Ասաց, որ ժամանակն է։ Նա պատասխանեց, որ պատրաստ է։ Ռենատան նույնպես դիրքավորված էր, իր փաստաբանները պատրաստ էին։ Մասնավոր քննիչը բոլոր փաստաթղթերը կազմակերպել էր։ Նույնիսկ մեխանիկը, պատշաճ կերպով պաշտպանված անվտանգ հյուրանոցում, պատրաստ էր ցուցմունք տալ, եթե անհրաժեշտ լիներ։ Մարիամը միջոցառմանը ժամանեց, երբ Դիեգոն արդեն բեմում էր։ Նա աննկատ մտավ կողքի մուտքից, ուղեկցությամբ Ռաֆայելի Ռենատայի։ Նրանք մնացին կուլիսներում, դիտելով էկրանի միջոցով։ Դիեգոն ճառագայթում էր, ժպտում էր լեփ-լեցուն հանդիսատեսին, խոսելով այն բնական հեշտությամբ, որը շատերին էր խաբում։ Նա խոսում էր ընկերության ընդլայնման ծրագրերի մասին։ Այլ մայրաքաղաքներում նոր նախագծերի մասին։ Մի ջազգային համագործակցությունների մասին։ Խոսում էր, կարծես ինքը կառուցած լիներ ամեն ինչ։ Կարծես Մարիամը պարզապես դեկորատիվ կերպար լիներ, ում նա նրբորեն փոխարինում էր։ Հանդիսատեսը ծափահարում էր նրան։ Տեսախցիկները կենտրոնացած էին նրա վրա։ Լրագրողները գրառումներ էին անում։ Դիեգոն իր փառքի պահին էր։
Հենց այնտեղ, որտեղ Մարիամը ցանկանում էր, որ նա լիներ։ Երբ նա հասնում էր ներկայացման ավարտին, պատրաստվելով ավարտել մի կրկնվող արտահայտությամբ, դահլիճի լույսերն ամբողջությամբ վառվեցին։ Շփոթված շշուկներ տարածվեցին հանդիսատեսի շրջանում։ Դիեգոն թարթեց աչքերը, զարմացած, ձեռքը բարձրացնելով, պաշտպանելու աչքերը հանկարծակի լույսից։ Հենց այդ ժամանակ Մարիամը մտավ։ Նա անցավ կենտրոնական միջանցքով ամուր վստահ քայլերով։ Բոլոր հայացքները շրջվեցին նրա վրա։ Շշուկներ տարածվեցին, ինչպես կրակը չոր խոտի վրա։ Տեսախցիկները արագորեն վերադիրքավորվեցին։ Լրագրողները վերցրեցին իրենց բջջային հեռախոսները։ Լուսանկարիչները կայծակներ արձակեցին։ Մարիամ Սպիտակյանը կենդանի էր։ Լավ էր։ Եվ այնտեղ էր։ Դիեգոն գունատվեց։ Նրա ժպիտը սառեց դեմքին։ Մի վայրկյանով խուճապն անցավ նրա աչքերով։ Բայց նա արագ վերականգնվեց։ Տարիների կեղծավորությունը նրան այդ կարողությունը տվել էր։ Նա ժպտաց, բացեց թերը, կարծես ուրախ լիներ անակնկալից, կանչեց նրան բեմ բարձրանալու։ Մարիամը բարձրացավ։ Կանգնեց նրա կողքին, նայելով հանդիսատեսին։ Հազարավոր մարդիկ ներկա։ Միլիոնավոր մարդիկ դիտում էին ուղիղ հեռարձակմամբ։ Պահը կատարյալ էր։ Դիեգոն փորձեց գրկել նրան, սիրող ամուսնու ապաքինված կնոջ տեսարան խաղալ։ Բայց Մարիամը նրբորեն հեռացավ։ Ամուր վերցրեց խոսափողը, նրա ձեռքից կանգնեց բեմի կենտրոնում։ Տիրող լռությունը գրեթե շոշափելի էր։ Բոլորը սպասում էին։ Մարիամը խորը շունչ քաշեց, սկսեց խոսել։ Ասաց, որ այստեղ է ոչ թե բիզնեսի մասին խոսելու, այլ ճշմարտության մասին։ Որ վերջին ամիսներին իր կյանքը գլխիվայր շրջվել էր։ Որ բախվել էր մի բանի, ինչին ոչ ոք չպետք է բախվեր։ Որ կորցրել էր իր երեխային։ Որ գրեթե կորցրել էր իր սեփական կյանքը։ Եվ որ բացահայտել էր այնպիսի բաներ, որոնք ցնցել էին իրեն մինչ հոգու խորքը։ Հանդիսատեսը հիպնոսացված էր։ Դիեգոն նրա կողքին սկսում էր քրտնել։ Նրա ժպիտը թուլանում էր։ Նա փորձեց միջամտել, հետ վերցնել խոսափողը, բայց Մարիամը կանխեց նրան սառը հայացքով, որը նրան անշարժացրեց։ Նա շարունակեց։ Ասաց, որ բացահայտել է, որ իր սեփական ամուսինը, այն մարդը, ում նա վստահել էր, ում նա տվել էր ոչ միայն իր սիրտը, այլ մուտք դեպի այն ընկերությունը, որը կառուցել էր, տարիներ շարունակ գողանում էր իրենից։ Միլիոնավոր դրամներ էր շեղում։ Ստեղծում էր ֆանտոմ ընկերություններ։ Չափազանցված պայմանագրեր էր կնքում։ Դահլիճը պայթեց ցնցող բացականչություններից։ Դիեգոն փորձեց հերքել, գլուխը թափահարելով, փորձելով խոսել, բայց խոսափող չուներ։ Նրա ձայնը կորչում էր աղմուկի մեջ։ Մարիամը շարունակեց անողոքաբար։ Ասաց, որ ֆինանսական գողությունը նույնիսկ ամենավատը չէր։ Որ բացահայտել էր, որ Դիեգոն սիրուհի ուներ։ Որ նրանք միասին էին պլանավորում։ Որ նրանք ցանկանում էին ամբողջական վերահսկողություն ստանձնել ընկերության վրա։ Եվ դրա համար նրանք պետք է, որ նա դուրս գար ճանապարհից։ Այնուհետ, ամուր, բայց սպված ցավով լի ձայնով, Մարիամը բացահայտեց, թե ինչ էր հայտ։ Նա բերել։ Որ վթարը պատահական չէր։ Որ Դիեգոն ինչ-որ մեկին վարձել էր լիմուզինը սաբոտաժի ենթարկելու համար։ Որ հրդեհը դիտավորյալ էր։ Որ փորձել էին սպանել նրան։ Եվ դրա պատճառով նա կորցրել էր իր սպասվող երեխային։ Դահլիճը քաոսի վերածվեց։ Մարդիկ ոտքի էին կանգնում։ Բղավում էին։ Լրագրողները վազում էին հեռախոսների մոտ։ Տեսախցիկները կենտրոնացած էին Դիեգոյի վրա, ով այժմ ակնհայտորեն խուճապի մեջ էր, փորձելով դուրս գալ բեմից, բայց շրջապատված էր անվտանգության աշխատակիցներով, որոնց Մարիամը ռազմավարականորեն տեղադրել էր այնտեղ։ Դիեգոն բղավեց, որ դա սուտ է։ Որ Մարիամը տրավմայի մեջ է, շփոթված, որ հիվանդանոցի դեղերը ազդել են նրա մտքի վրա։ Որ ինքը երբեք նման բան չէր անի։ Որ սիրում էր նրան։ Որ ամեն ինչ պարզապես սարսափելի թյուրիմացություն էր։ Մարիամն այնուհետ նշան արեց։ Դահլիճի հսկա էկրանները վառվեցին։ Եվ սկսեցին ցուցադրել ապացույցները։ Դիեգոյի Իզաբելայի միջ էլեկտրոնային նամակներ, ծրագրերի մասին բացահայտ խոսակցություններով։ Բանկային քաղվածքներ, ցույց տվող շեղումները։
Երկուսի լուսանկարները շքեղ հյուրանոցն։ Երում։ Եվ վերջապես մեխանիկի ձայնագրությունը, որը խոստովանում էր, որ Դիեգոից վճարվել է մեքենան սաբոտաժի ենթարկելու համար։ Լռությունը վերադարձավ։ Ծանր, խիտ, շնչահեղձ անող լռություն։ Բոլոր աչքերը հայացած էին էկրաններին։ Մեխանիկի յուրաքանչյուր բառ արձագանքում էր դահլիճում, կարծես դատարանի դատավճիռներ լինեին։ Դիեգոն փորձեց փախչել։ Իրոք փորձեց։ Բայց անվտանգության աշխատակիցները բռնեցին նրան։ Նա բղավում էր, պայքարում, ասում էր, որ դա դավադրություն է, որ Մարիամը ամեն ինչ կեղծել է, որ փորձում է ոչնչացնել իրեն։ Հենց այդ ժամանակ Իզաբելլա Վարդանյանին բերեցին բեմ։ Նա հանդիսատեսի մեջ էր, համոզված կեղծ զանգով, որ Դիեգոն ցանկանում էր նրան տեսնել այնտեղ, միասին նշելու համար։ Երբ նա հասկացավ, թե ինչ էր կատարվում, փորձեց դուրս գալ, բայց նրան նույնպես կանգնեցրին։ Մարիամը նայեց ամուսնու սիրուհուն։ Կինը գեղեցիկ էր, անհնար էր հերքել։ Բայց ինչ-որ դատարկ բան կար այդ կատարյալ դեմքին։ Ինչ-որ հաշվարկող բան։ Ինչ-որ բան, որը Մարիամը անմիջապես ճանաչեց, քանի որ հաճախ էր տեսնում հանդիպումների սենյակներում։ Մաքուր հավակնություն, առանց խղճի։ Իզաբելլան, ի տարբերություն Դիեգոյի, ավելի խելացի էր։ Անմիջապես հասկացավ, որ կորած է։ Եվ արեց այն, ինչ նման մարդիկ միշտ անում են։ Փորձեց փրկել իրեն։ Սկսեց խոսել։ Հենց այնտեղ, բեմում, հազարավոր մարդկանց ուղիղ եթերում գտնվող տեսախցիկների առջ։ Ասաց, որ ամեն ինչ Դիեգոյի գաղափարն էր։ Որ նա մանիպուլացրել էր իրեն։ Որ խոստացել էր, որ կամուսնանան հենց որ Մարիամը դուրս գա ճանապարհից։ Որ ինքը չգիտեր, որ նա նման ծայրահեղ բան էր պլանավորում։ Որ կարծում էր, թե նրանք պարզապես կբաժանվեն։ Դիեգոն բղավեց, որ նա ստախոս է։ Որ նրանք միասին էին դրա մեջ։ Որ հենց նա էր առաջարկել Մարիամին վերացնելու գաղափարը։ Որ ինքը հարստություն էր ուզում այնքան, որքան ինքը։ Երկուսը սկսեցին բանավոր հարձակվել միմյանց վրա։ Յուրաքանչյուրը մեղադրում էր մյուսին։ Յուրաքանչյուրը բացահայտում էր դավադրության ավելի շատ պիղծ մանրամասներ։ Դա ողբերգական էր։ Դա նվաստացուցիչ էր։ Եվ այն ուղիղ եթերում էր հեռարձակվում ամբողջ երկրում։ Մարիամը պարզապես դիտում էր։ Դրանից հաճույք չէր ստանում։ Նա վրեժ չէր փնտրում։ Դա արդարություն էր։ Դա ճշմարտությունն էր, որը բացահայտվում էր։ Դա աշխարհն էր տեսնում, թե ովքեր էին նրանք իրականում։ Երբ վերջապես ոստիկանները մտան դահլիճ, բավարար ապացույցներ կային նրանց երկուսին էլ ձերբակալելու համար։ Դիեգոյին կապկպեցին, մինչ նա դեռ բղավում էր իր անմեղությունը։ Իզաբելլան լացում էր, աղաչում, փորձում էր բանակցել։ Բայց այլս բանակցելու ոչինչ չկար։ Մինչ նրանց տանում էին, տեսախցիկները նկարահանում էին ամեն ինչ։ Հմայիչ տղամարդը նրբագեղ սոցիալիստը վերածվել էին ողբերգական հանցագործների։ Ամբողջ խաբեությունը բացահայտված էր։ Ամբողջ ճշմարտությունը բացահայտված էր։ Մարիամը բեմում մնաց մի քանի րոպե։ Դահլիճն այժմ լուռ էր։ Հարգալից լռություն։ Մարդիկ չգիտեին, պետք է ծափահարեին, թե պարզապես մարսեին այն ամենը, ինչ հենց նոր տեսել էին։ Նա մեկ անգամ խոսեց։ Ասաց, որ այստեղ չէր եկել կարեկցանք կամ խղճահարություն փնտրելու։ Որ այստեղ էր, քանի որ հավատում էր ճշմարտությանը։ Որ իր ընկերությունը կառուցել էր ամբողջականությամբ թույլ չէր տա, որ այն պղծվի կոռուպցիայով։ Որ կորցրել էր իր որդուն։ Ագահ դաժան մարդկանց պատճառով։ Բայց որ ինքը կենդանի էր։ Ոտքի վրա էր։ Եվ կմնար ոտքի վրա։ Ասաց նա, որ մենակ չէր։ Որ բացահայտել էր, որ երբեմն ամենաանհավանական մարդիկ դառնում են մեր ամենամեծ դաշնակիցները։ Նայեց Ռաֆայելին, ով դիտում էր կուլիսներից։ Նայեց Ռենատային, ով հավանության նշան արեց։ Շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր օգնել էին իրեն բացահայտել ճշմարտությունը։ Եվ հետո դուրս եկավ։ Պարզապես դուրս եկավ բեմից, թողնելով հետում ցնցված մարդկանցով լի դահլիճ մի պատմություն, որը հաջորդ օրերին կդառնար երկրի բոլոր թերթերի գլխագիրը։ Ռաֆայելը սպասում էր նրան հատուկ հատվածում։ Նա ոչինչ չասաց, պարզապես առաջարկեց իր ձեռքը։
Մարիամն ընդունեց, նրանք միասին քայլեցին դեպի տաղավարից դուրս։ Ռենատան ուղեկցում էր նրանց, հպարտ Մարիամի ցուցաբերած ուժով։ Դրսում կյանքը շարունակվում էր։ Երանը շարունակում էր իր կատաղի ռիթմը։ Մեքենաները ազդանշան էին տալիս։ Մարդիկ վազում էին։ Աշխարհը չէր կանգնում, որովհետև մի կնոջ կյանքը կործանվել վերակառուցվել էր։ Բայց Մարիամի համար ամեն ինչ փոխվել էր։ Նա այլս նույն մարդը չէր, ինչ նախկինում։ Կորցրել էր անմեղությունը։ Կորցրել էր կույր վստահությունը։ Կորցրել էր իր կրած երեխային։ Բայց ինչ-որ բան էր ձեռք բերել։ Ձեռք էր բերել պարզություն։ Ձեռք էր բերել ուժ։ Ձեռք էր բերել այն վստահությունը, թե ով էր ինքը իրականում։ Հաջորդ օրերին պատմությունը գերիշխում էր բոլոր լրատվամիջոցներում։ Թերթեր, հեռուստատեսություն, սոցիալական ցանցեր։ Բոլորը խոսում էին Մարիամ Սպիտակյանի այն դավաճանության մասին, որին նա բախվել էր։ Ոմանք նրան քաջ էին անվանում։ Ուրիշներ՝ վրիժառու։ Բայց բոլորը համաձայն էին մեկ բանում՝ նա գոյատող էր։ Դիեգոյին Իզաբելային պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց։ Ապացույցներն անհերքելի էին։ Մեխանիկը ցուցմունք տվեց, հաստատելով ամեն ինչ։ Ֆինանսական շեղումները հետազոտվեցին, փաստաթղթավորվեցին։ Փախուստի ճանապարհ չկար։ Մարիամը իր իրավաբանական թիմի օգնությամբ սկսեց ամուսնալուծության գործընթացը։ Նա ցանկանում էր այդ մարդուն իր կյանքից հնարավորինս շուտ հեռացնել։ Յուրաքանչյուր թուղթ, որը նա ստորագրում էր, կարծես մի փոքր ավելի էր ազատում իր սիրտը Դիեգոյի ողած թույնից։ Ընկերությունը ենթարկվեց ամբողջական վերակառուցման։ Մարիամը աշխատանքից ազատեց բոլոր նրանց, ովքեր ներգրավված էին Դիեգոյի սխեմաներում։ Բերեց անկախ աուդիտորներ։ Մաքրեց տունը վերից վար։ Եվ զարմանալիորեն Սպիտակյան ձեռնարկություններ ի պատկերը ամեն ինչից հետո ամրապնդվեց։ Մարիամի թափանցիկությունը քաջությունը, բացահայտելու կոռուպցիան, հարգանք առաջացրին։ Ներդրողները, ովքեր հեռացել էին ճգնաժամի ընթացքում, վերադարձան։ Նոր գործընկերներ հայտնվեցին։ Լրատվամիջոցները, որոնք նախկինում թերահավատ էին, այժմ նրան վերաբերվում էին ոչ միայն որպես հաջողակ գործարարուհու, այլ որպես կնոջ, ով դիմակայել էր ամենավատին հաղթող դուրս եկել։ Բայց Մարիամի համար ամենակարևորը ընկերության հաջողությունը չէր։ Դա ավելի խորն էր։ Դա ինքն իրեն վերակառուցելն էր։ Գիշերներն էին ամենադժվարը։ Մենակ դատարկ առանձնատանը, առանց ուրիշի աղմուկի, առանց զուգընկերոջ նույնիսկ կեղծ ներկայության, նա տեսնում էր իրեն դիմակայող դերի, որոնց նա նախընտրել էր անտեսել տարիներ շարունակ։ Միայնությունը, վախը, կորստի ցավը։ Նա մտածում էր իր երբեք չճանաչած որդու մասին։ Այն անվան մասին, որը ընտրել էր, բայց երբեք չէր ասի։ Այն երազանքների մասին, որոնք ուներ, բայց երբեք չէր իրականացնի։ Դա մի ցավ էր, որը չէր անցնում։ Որը պարզապես փոխվում էր։ Որը սովորում էր կրել որպես մշտական սպի։ Հենց այդ դժվար գիշերներից մեկի ժամանակ Ռաֆայելը զանգահարեց։ Դա առաջին անգամը չէր։ Միջոցառումից հետո նա կապ էր պահպանել, միշտ հարգալից, միշտ համապատասխան հեռավորության վրա։ Բայց այդ գիշեր նա նկատեց ինչ-որ այլ բան նրա ձայնի մեջ։ Մի փխրունություն, որը նա չէր կարողանում թաքցնել։ Հարցրեց, թե արդյոք նա լավ է։ Մարիամը փորձեց ասել, որ այո, բայց ձայնը կտրվեց։ Առաջին անգամ շաբաթների ընթացքում նա լացեց։ Իրոք լացեց։ Ոչ թե զայրույթի կամ հիասթափության լուռ արցունքներ, այլ անկեղծ ցավի խորը հեծկլտոցներ։ Ռաֆայելը չանջատեց հեռախոսը։ Մնաց գծի վրա։ Թույլ տվեց նրան լացել։ Չփորձեց շտկել, չառաջարկեց մխիթարության դատարկ խոսքեր։ Պարզապես մնաց այնտեղ, գծի մյուս ծայրին, հիշեցնելով նրան, որ մենակ չէր։ Երբ վերջապես նա հանգստացավ, նա մի պարզ բան ասաց։ Ասաց, որ ցավը թուլություն չէր։ Որ լացելը հանձնվել չէր։ Որ նա լիովին իրավունք ուներ երբեմն կոտրվելու, քանի որ չափից շատ էր ուժեղ մնացել։ Մարիամը զգաց, որ ինչ-որ բան փոխվեց իր ներսում։ Մի ճեղք իր սրտի շուրջը կառուցված պատի վրա։ Մի փոքր բացվածք, որտեղից լույսը կարող էր նորից ներս մտնել։
Ռաֆայելը առաջարկեց հանդիպել սուրճի։ Ոչ թե որպես գործարարուհի նախկին աշխատակից, ոչ թե որպես դաշնակիցներ հետաքննության մեջ, այլ որպես երկու մարդ, ովքեր միասին դժվարին բաների միջով էին անցել, արժանի էին խաղաղության պահի։ Մարիամն ընդունեց։ Նրանք հանդիպեցին Կոնդ թաղամասի փոքրիկ հարմարավետ սրճարանում, հեռու ուշադրության կենտրոնից, հեռու հետաքրքրասեր հայացքներից։ Պարզապես երկու մարդ խոսում էին կյանքի, կորուստների, նոր սկիզբների մասին։ Ռաֆայելը պատմեց իր դստեր՝ Նինայի մասին։ Նինան 7 տարեկան էր, նրա տիեզերքի կենտրոնն էր։ Աղջկա մայրը մահացել էր, երբ նա ընդամենը 2 տարեկան էր, հանկարծակի հիվանդության զոհ դառնալով։ Այդ ժամանակից ի վեր Ռաֆայելը մենակ էր մեծացնում իր դստերը։ Դա նրա կյանքի ամենամեծ մարտահրավերն ու ամենամեծ ուրախությունն էր։ Մարիամը ուշադիր լսում էր։ Տեսնում էր, թե ինչպես էին Ռաֆայելի աչքերը փայլում, երբ խոսում էր դստեր մասին։ Քնքշությունը ձայնի մեջ, անվերապահ սերը և սրտի մեջ մի ցավ զգաց, որովհետև նա պետք է հիմա մանկական սենյակ պատրաստեր։ Պետք է անուններ ընտրեր, տակտիրներ գներ, գրքեր կարդար մայրության մասին։ Բայց չէր։ Եվ գուցե երբեք չէր լինի։ Ռաֆայելը նկատեց նրա արտահայտության փոփոխությունը։ Ձեռքը դրեց նրա ձեռքի վրա սեղանին։ Պարզ ժեստ, առանց երկրորդ մտադրությունների։ Պարզապես մարդկային մխիթարություն։ Ասաց, որ կյանքը հազվադեպ է հետում մեր կազմած ծրագրերին, որ երբեմն կորցնում ենք թանկարժեք բաներ, բայց որ նա անսպասելի բաներ է բերում, և որ կարևորն այն է, որ բաց մնաս, կենդանի մնաս, մարդկային մնաս։ Մարիամը նայեց այդ մարդուն, այն ձեռքերին, որոնք կոշտացել էին շինարարությունից, այն այրվածքների սպիներին, որոնք նա ստացել էր, փրկելով նրան, այն բարի աչքերին, որոնք տեսնում էին այն դիմակների այն կողմը, որոնք նա ներկայացնում էր աշխարհին։ Եվ երկար ժամանակ հետո առաջին անգամ նա զգաց ինչ-որ բան։ Ցավից կամ զայրույթից բացի, զգաց հնարավորություն։ Այն հնարավորությունը, որ գուցե, պարզապես գուցե, դեռ լավ բաներ էին սպասում իրեն։ Հաջորդող ամիսները լուռ փոփոխությունների էին։ Երանը շարունակում էր իր կատաղի պարը բետոնի հավակնությունների մեջ, բայց Մարիամի համար ռիթմը փոխվել էր։ Նա այլևս չէր վազում ժամանակի դեմ, ինչպես նախկինում։ Չէր չափում իր արժեքը միայն ստորագրված պայմանագրերով կառուցված շենքերով։ Նա նոր բան էր սովորում։ Նա սովորում էր ապրել։ Դիեգոյի Իզաբելայի դատավարությունը արագ էր անցավ, հաշվի առնելով անհերքելի ապացույցների քանակը։ Երկուսն էլ դատապարտվեցին։ Դիեգոն ստացավ 12 տարի վերացման փորձի ֆինանսական խարդախության համար։ Իզաբելան՝ 7 տարի, որպես հանցակից։ Մեխանիկը, ով համագործակցել էր արդարադատության հետ, ստացավ ավելի փոքր պատիժ կկրեր կիսաբաց ռեժիմով։ Մարիամը չգնաց դատավարությանը։ Նրան պետք չէր նորից տեսնել Դիեգոյի դեմքը։ Չէր ուզում նրան բավարարություն տալ, իմանալով, որ նա դեռ տեղ էր զբաղեցնում իր մտքերում։ Թույլ տվեց, որ իր փաստաբանները հոգան ամեն ինչի մասի։ Ամուսնալուծության թղթերը ստորագրեց փոստով։ Այդ գլուխը փակեց հնարավորինս մաքուր վերջնական ծով։ Ընկերությունն ավելի ուժեղ էր, քան երբևէ։ Ռենատա Հովհաննիսյանը, մրցակցից, դարձել էր իսկական ընկեր։ Նրանք շաբաթը գոնե մեկ անգամ միասին ճաշում էին, փոխանակելով փորձեր, քննարկելով ոչ միայն բիզնեսը, այլ կյանքը։ Մխիթարական էր ունենալ մեկ այլ կին, ով հասկանում էր տղամարդկանց կողմից դեռս գերիշխող աշխարհում գագաթին լինելու մարտահրավերները։ Բայց Մարիամի կյանքի ամենակարևոր փոփոխությունը ընկերության թվերում կամ թերթերի վերնագրերում չէր։ Դա տեղի էր ունենում լուռ, ամաչկոտ մի տեղում, որը նա կարծում էր, որ երբեք նորից չէր բացվի։ Իր սրտում Ռաֆայելը շարունակում էր ներկա լինել։ Ոչ թե ներխուժող կամ պնդող կերպով, այլ մշտական, որպես լուռ խարիսխ փոթորկի մեջ։ Նրանք պարբերաբար տեսնվում էին, միշտ պատահական կերպով։ Մի սուրճ այստեղ, մի ընթրիք այնտեղ։ Խոսակցություններ ամեն ինչի ոչնչի մասին։ Նա երբեք չէր ճնշում։ Երբեք չէր պահանջում։ Պարզապես կար։ Եվ դա հենց այն էր, ինչ Մարիամին պետք էր։ Մի շաբաթ օրվա կեսօր։
Ին Ռաֆայելը նրան հրավիրեց ծանոթանալու Նինայի հետ։ Ասաց, որ դուստրը հետաքրքրված է այն տիկնոջով, ում հայրը այդքան ժամանակ էր այցելում։ Մարիամը նյարդայնացավ։ Երեխաները միշտ նրան նյարդայնացրել էին։ Նա գիտեր, թե ինչպես վարվել կոշտ գործարարների, թերահավատ ներդրողների, կոռումպացված քաղաքական գործիչների հետ։ Բայց 7 տարեկան երեխա։ Դա անհայտ տարածք էր։ Նրանք հանդիպեցին հաղթանակի զբոսայգում։ Դա արոտ գարնանային օր էր, այն հազվագյուտ օրերից երանում, երբ երկինքը մաքուր է, օդը չի ծանրանում թոքերում։ Նինան վազելով հասավ, էներգիայի պայթյուն դեղին ծաղկավոր զգեստով։ Գանգուր մազերը հավաքված երկու հյուսերի մեջ, շագանակագույն աչքերը փայլում էին հետաքրքրությունից։ Նա կանգնեց Մարիամի առջ, ուսումնասիրեց նրան այն դաժան անկեղծությամբ, որը միայն երեխաներն ունեն։ Այնուհետ ժպտաց ասաց, որ կարծում էր, թե Մարիամը ավելի մեծ կլինի։ Ռաֆայելը ծիծաղեց, մի փոքր շփոթված, բայց Մարիամն էլ ժպտաց։ Ինչ-որ թարմացնող բան կար այդ առանց ստիճների անկեղծության մեջ։ Կեսօրն անցկացրին զբոսայգում։ Նինան Մարիամին ցույց տվեց իր սիրելի խաղալիքները, պատմեց հորինված կերպարների մասին մանրամասն պատմություններ, պնդեց, որ Մարիամը ճոճանակը ավելի ու ավելի բարձր հրի։ Եվ ինչ-որ պահի, ծիծաղի խաղերի միջ, ինչ-որ բան Մարիամի ներսում թուլացավ։ Նա տեսավ իրեն իսկապես ծիծաղելիս։ Ոչ թե կորպորատիվ միջոցառումների կրթված սոցիալական ծիծաղը, այլ իսկական ծիծաղ այն մեկի, ով ապրում էր պահը։ Առանց անցյալի մասին մտածելու, առանց ապագայի մասին անհանգստանալու, պարզապես լինելով այնտեղ։ Երբ արը սկսեց մայր մտնել, երկինքը նարնջագույն վարդագույն երանգներով ներկելով, երեքն էլ նստեցին խոտի վրա։ Նինան մոտեցավ հոր Մարիամի միջ, ուտելով մի պաղպաղակ, որը կաթում էր ամեն կողմ։ Ռաֆայելը Մարիամը հայացքներ փոխանակեցին աղջկա գլխի վրայով։ Մի հայացք, որն ավելին էր ասում, քան բառերը կարող էին արտահայտել։ Հաջորդող շաբաթներին հանդիպումներն ավելի հաճախակի դարձան։ Մարիամը սկսեց դառնալ Ռաֆայելի Նինայի առօրյայի մի մասը։ Պարզ ընթրիքներ նրա տանը, քանաքեռ Զեյթունի համեստ, բայց հարմարավետ բնակարանում։ Շատ տարբեր այն դատարկ առանձնատնից, որտեղ Մարիամն էր ապրում։ Այնտեղ կյանք կար։ Այնտեղ անկարգություն կար։ Այնտեղ սեր կար։ Նինան սկսեց հարցնել, թե երբ Մարիամը նորից կգա։ Սկսեց նկարներ պահել, նրան ցույց տալու համար։ Սկսեց բնականաբար բռնել նրա ձեռքը, երբ քայլում էին։ Եվ Մարիամը, ով երբեք չէր պատկերացրել, որ դա հնարավոր կլինի երեխային կորցնելուց հետո, սկսեց զգալ այդ կապը։ Դա նույնը չէր, ինչ կորցրած երեխայի մայր լինելը։ Երբեք ոչինչ նույնը չէր լինի։ Բայց դա ինչ-որ թանկարժեք բան էր։ Իրական բան։ Ռաֆայելը Մարիամը դեռ չէին որոշել, թե ովքեր էին իրար համար։ Պիտակներ չկային։ Դրամատիկ հայտարարություններ չկային։ Բայց այնտեղ ինչ-որ բան էր աճում։ Ինչ-որ լուր, խորը բան։ Ինչ-որ բան, որը կառուցված էր հարգանքի, վստահության փոխըմբռնման ամուր հիմքերի վրա։ Մի գիշեր, երբ Նինան վերջապես քնեց, պնդելով, որ Մարիամս մեկ պատմություն կարդա, երկուսը մնացին բնակարանի պատշգամբում։ Քաղաքը տարածվում էր ներքում, լույսերը թարթում էին, կարծես ընկած աստղեր լինեին։ Ռաֆայելը պարզ գինի լցրեց, ոչինչ համեմատած այն թանկարժեք շշերի հետ, որոնք Մարիամը սովոր էր խմել իր մյուսկի անքում։ Նրանք մի որոշ ժամանակ լուռ մնացին, պարզապես դիտելով քաղաքը։ Հենց Ռաֆայելը խախտեց լռությունը։ Ասաց, որ պետք է ինչ-որ բան ասի։ Որ շաբաթներ շարունակ զսպում էր, բայց այլս չէր կարող։ Մարիամը զգաց, որ սիրտը արագանում է։ Չգիտեր, պատրաստ էր արդյոք այն բանին, ինչ պետք է հաջորդեր։ Բայց նա գիտեր, որ չէին կարող հավերժ մնալ այդ կախված վիճակում։ Ռաֆայելն ասաց, որ սիրում են նրան։ Ոչ այն արագ մակերեսային ձով, ինչպես մարդիկ ասում են հարաբերությունների սկզբում, այլ այն խորը սարսափելի ձով, ինչպես մարդիկ իսկապես ճանաչում են մեկին։ Ճանաչում են վերքերը, սպիները, թերությունները։ Եվ սիրում են մի նույնը։ Գուցե նույնիսկ դրա պատճառով։ Ասաց, որ չէր սպասում, որ նա անմիջապես կպատասխանի։ Որ հասկանում էր, որ նա վերակառուցվում է։ Որ նա ուներ իր սեփական ժամանակը։ Բայց որ պետք էր, որ նա իմանար։ Որովհետև դա թաքցնելն անհնար էր դառնում։
Մարիամը նայեց նրան։ Այն մարդուն, ով փրկել էր նրան բառացի փոխաբերական իմաստով, ով օգնել էր նրան բացահայտել դավաճանությունը, ով կողքին էր եղել ամենավատ պահերին, ով երբե ոչինչ չէր խնդրել փոխարենը, ով նրան ներկայացրել էր իր դստերը, վստահել էր նրան ներկա լինելու իրենց կյանքում։ Եվ Մարիամը հասկացավ մի հիմնարար բան. նա նույնպես սիրում էր նրան։ Բոլորովին այլ կերպ, քան զգացել էր Դիեգոյի հանդեպ։ Դիեգոյի հետ եղածը պատրանք էր, ֆանտազիա, լավ պատմված սուտ։ Սա Ռաֆայելի հետ իրական էր։ Անկատար էր։ Մարդկային էր։ Ճշմարիտ էր։ Նա դա ասաց նրան։ Եվ երբ բառերը վերջապես դուրս եկան նրա բերանից, նա զգաց, կարծես հսկայական բեռ էր իջել իր ուսերից։ Նորից սիրելը թուլություն չէր։ Դա դավաճանություն չէր կորցրած որդուն։ Դա նրա հիշատակը հարգելն էր, ապրելով։ Ամբողջությամբ ապրելով։ Ռաֆայելը համբուրեց նրան։ Դա ֆիլմի համբույր չէր, դրամատիկ երաժշտությամբ պտտվող տեսախցիկով։ Դա պարզ, քաղցր համբույր էր, լիլուր խոստումներով։ Մի համբույր, որը կնքեց ոչ թե հեքիաթային երջանիկ ավարտ, այլ ինչ-որ իրական բանի սկիզբը։ Ամիսները դարձան 1 տարի։ Մարիամը թերապիա անցավ, աշխատելով իր կրած տրավմայի խորը շերտերի վրա։ Սովորեց ներել ինքն իրեն։ Դիեգոյին վստահելու համար։ Նշանները չտեսնելու համար։ Բոլոր այն որոշումների համար, որոնք հանգեցրին լիմուզինում անցկացրած այդ գիշերվան։ Դրանցից ոչ մեկը իր մեղքը չէր։ Բայց նույնիսկ դա ռացիոնալ կերպով իմանալով, սիրտը նույնպես պետք է սովորեր։ Ռաֆայելը նույնպես թերապիայի էր։ Աշխատում էր իր սեփական կորուստների վրա։ Կինը, ում կորցրել էր։ Աշխատանքը, որը անարդարացիորեն կորցրել էր։ Անվստահությունները, կապ հաստատելով այդքան հզոր հաջողակ կնոջ հետ։ Նրանք միասին էին աճում։ Ոչ թե թաքցնելով անկատարությունները, այլ ընդունելով դրանք։ Նինան էլ ծաղկեց։ Մարիամի ներկայությունը նրա կյանքում բերեց մի ուժեղ կին կերպար, որը նա երբեք չէր ունեցել։ Մարիամը աղջկան սովորեցնում էր վստահության, ուժի, երբեք ոչ ոքի թույլ չտալու իրեն նվաստացնելու մասին։ Ռաֆայելը սովորեցնում էր բարության, ամբողջականության, ճիշտը անելու մասին, նույնիսկ երբ դժվար է։ Միասին նրանք մեծացնում էին մի երեխա, ով ուժեղ բարի կլիներ։ Հզոր կարեկից։ Արկիշտիի թաղամասի առանձնատունը վաճառվեց։ Մարիամն այլս չէր կարողանում լինել այնտեղ։ Յուրաքանչյուր սենյակ պահպանում էր դառը հիշողություններ։ Նա գնեց մի ավել։ Ի փոքր, բայց լույսով լի տուն արաբկիր թաղամասի հանգիստ փողոցում։ Մի տուն, որը կարող էր տուն դառնալ։ Ռաֆայելը Նինան այնտեղ տեղափոխվեցին 6 ամիս անց։ Դա շտապողական որոշում չէր։ Դա բնական էր։ Դա ճիշտ էր։ Տունը կյանք ստացավ։ Նինայի նկարները պատերին։ Ռաֆայելի գործիքները ավտոտնակում։ Մարիամի բիզնես գրքերը խառնված մանկական գրքերի հետ գրապահարանում։ Հենց այդ տանը, մի արոտ կիրակի առավոտյան, Մարիամը հայտնաբերեց, որ նորից հղի է։ Վախն անմիջական էր, կաթվածահար անող։ Նա բռնեց հղիության թեստը դողդոջուն ձեռքերով, արցունքները դեմքից ներք։ Չգիտեր, ուրախության արցունքներ էին, թե սարսափի։ Հավանաբար երկուսն էլ։ Ռաֆայելը նրան գտավ զուգարանի հատակին նստած։ Պետք չէր հարցնել, թե ինչ էր։ Տեսավ թեստը, տեսավ արցունքները, տեսավ խուճապը նրա աչքերում։ Նա նստեց նրա կողքին հատակին, պարզապես գրկեց նրան։ Թույլ տվեց նրան մարսել։ Թույլ տվեց նրան զգալ այն ամենը, ինչ պետք էր զգալ։ Երբ վերջապես նա կարողացավ խոսել, ասաց, որ վախենում է։ Վախենում է, որ ինչ-որ բան նորից սխալ կգնա։ Վախենում է կորցնել մեկ երեխա։ Վախենում է, որ չի կարողանա նորից դիմանալ այդ ցավին։ Ռաֆայելն ասաց, որ ինքն էլ է վախենում։ Որ դա նորմալ է։ Որ դա մարդկային է։ Բայց որ այս անգամ նա մենակ չէր։ Որ ինքը կլինի նրա կողքին յուրաքանչյուր հետազոտության, յուրաքանչյուր այցի, գիշերվա կեսին խուճապի յուրաքանչյուր պահի։ Որ նրանք միասին կդիմակայեն դրան։ Եվ հենց դա էլ արեցին։ Հղիությունը մանրակրկիտ վերահսկվում էր։ Մասնագետ բժիշկներ։
Մշտական հետազոտություններ։ Կրկնապատկված խնամք։ Յուրաքանչյուր հասած նշածող հաղթանակ էր։ Անցնող յուրաքանչյուր շաբաթ հանգստության շունչ։ Նինան ճառագայթում էր եղբայր կամ քույր ունենալու գաղափարից։ Խոսում էր Մարիամի որովայնի հետ, գաղտնիքներ էր պատմում, խոստանում էր սովորեցնել այն ամենը, ինչ գիտեր երեխա լինելու մասին։ Դա այնքան մաքուր էր, այնքան անմեղ, որ երբեմն Մարիամը լացում էր պարզապես դիտելով։ 5-րդ ամսում Ռաֆայելը Մարիամին ամուսնության առաջարկ արեց։ Դա բարդ բան չէր։ Դա թանկարժեք ռեստորանում չէր, շամպայնի բաժակում թաքցված մատանիով։ Դա տանն էր, երբ նրանք միասին ընթրիք էին պատրաստում։ Նինան հյուրասենյակու մուլտֆիլմ էր դիտում։ Ռաֆայելը պարզապես դադարեցրեց իր արածը, նայեց Մարիամին, հարցրեց, թե արդյոք նա կամուսնանա իր հետ։ Ասաց, որ թանկարժեք մատանի չուներ։ Չուներ մեծ ռոմանտիկ խոստումներ։ Բայց ուներ սեր։ Ուներ հավատարմություն։ Ուներ պարտավորություն լինել նրա կողքին ոչ միայն լավ օրերին, այլ հատկապես դժվար օրերին։ Մարիամը անմիջապես այո ասաց։ Որովհետև այոն միակ հնարավոր պատասխանն էր։ Նրանք ամուսնացան մտերիմ արարողությամբ։ Ոչինչ համեմատած այն շքեղ ամուսնության հետ, որ նա ունեցել էր Դիեգոյի հետ։ Պարզապես մտերիմ ընտանիք, իսկական ընկերներ։ Ռենատան այնտեղ էր, հուզված ասելով, որ միշտ գիտեր, որ Մարիամն արժանի է իսկական մեկին։ Ընկերության վստահելի թիմն այնտեղ էր։ Եվ իհարկե, Նինան, որպես հարսնաքույր, գողանում էր տեսարանը իր վարդագույն զգեստով մազերում ծաղիկներով։ Արարողությունը պարզ էր, բայց խոր իմաստ։ Փոխանակված խոստումները պատրաստի բանաձև չէին, այլ իսկական խոսքեր։ Ռաֆայելը խոստացավ հարգել նրա ուժը, բայց նա ընդունել նրա խոցելիությունը։ Մարիամը խոստացավ ոչ միայն ներկա լինել մեծ պահերին, այլ փոքրերին, աշխույժ նախաճաշերին, հոգնեցուցիչ գիշերներին, այն վեճերին, թե ով է մոռացել կաթ գնել։ Երբ նրանք համբուրվեցին, կնքելով այդ խոստումները, Մարիամը զգաց մի բան, որ երբեք չէր զգացել նախկինում։ Խաղաղություն։ Ոչ թե խնդիրների կամ մարտահրավերների բացակայություն, այլ այն վստահությունը, որ ինչ էլ որ լիներ, նա մենակ չէր դիմակայելու։ Միքայելը ծնվեց մարտի անձրոտ առավոտյան։ Առողջ տղա, բարձր լացող, հոր մատը բռնող, զարմանալի ուժով նման փոքրիկի համար։ Ռաֆայելը բացահայտ լացեց։ Նինան, ով թույլտվություն ուներ լինել սենյակում ծննդաբերությունից հետո, հիպնոսացված էր իր եղբայրիկով։ Եվ Մարիամը, իր ձեռքերում պահելով այդ մանր կյանքը, զգաց, որ շրջանը փակվում է։ Նա չէր մոռացել առաջին երեխային։ Երբեք չէր մոռանա։ Նրա սրտի մի մասը միշտ կպատկաներ այն երեխային, ում երբեք չէր ճանաչել։ Բայց հիմա տեղ կար ավելի շատ սիրո համար։ Այս նոր էակի համար, ով իր կարիքն ուներ։ Այս նոր հնարավորության համար, որը կյանքը տալիս էր։ Երեխային Միքայել անվանեցին։ Ոչ մի խորը պատճառով։ Պարզապես այն պատճառով, որ անունը դուր էր։ Եկել։ Որովհետև այն պարզ էր ուժեղ։ Որովհետև համապատասխանում էր նրանց։ Միքայելի հետ առաջին ամիսները մարտահրավերներով լի էին։ Անքուն գիշերներ։ Անվերջ տակդիրներ։ Անբացատրելի լաց գիշերվա կեսին։ Բայց նա կախարդական էին։ Առաջին ժպիտը։ Առաջին ձայնը, որը լաց չէր։ Այն ձը, թե ինչպես էր նա անմիջապես հանգստանում, երբ լսում էր հոր ձայնը կամ զգում մոր հոտը։ Նինան օրինակելի ավագ քույր էր։ Օգնում էր այնպես, ինչպես 8 տարեկան երեխան կարող է օգնել, ինչը երբեմն նշանակում էր ավելի շատ աշխատանք ստեղծել, քան իրականում օգնել։ Բայց նա սիրում էր այդ եղբայրիկին կատաղի ինտենսիվությամբ։ Խոստանում էր պաշտպանել նրան ամեն ինչից, բոլորից։ Եվ Մարիամը չէր կասկածում, որ նա կկատարեր այդ խոստումը։ Մարիամը հավասարակշռում էր մայրությունը ընկերությունը ավելի լավ, քան երբեք պատկերացնում էր, որ հնարավոր է։ Դա կատարյալ չէր։ Կային օրեր, երբ նա հոգնած էր տուն հասնում, այլս ոչնչի համար համբերություն չունենալով։ Օրեր, երբ նա իրեն կարճահասակ էր զգում Ռաֆայելի հետ կամ չափից դուրս անհամբեր Նինայի հետ։ Օրեր, երբ նա հարցնում է իրեն, թե արդյոք ամեն ինչ սխալ էր անում։ Բայց Ռաֆայելը միշտ հիշեցնում էր նրան, թե ինչն էր կարևոր։ Որ կատարյալ մայր չկար։ Որ կատարյալ գործարարուհի չկար։
որ կատարյալ կին չկար։ Կային պարզապես մարդիկ, ովքեր անում էին հնարավորինս լավը այն ամենով, ինչ ունեին։ Եվ դա ավելին էր, քան բավարար։ Սպիտակյան ձեռնարկությունները շարունակում էր աճել, բայց այժմ այլ արժեքներով, որոնք ուղղորդում էին որոշումները։ Մարիամը խիստ թափանցիկության քաղաքականություն իրականացրեց։ Ստեղծեց աջակցության ծրագիր դժվարին իրավիճակներում գտնվող աշխատակիցների համար, ոգեշնչված Ռաֆայելի պատմությունից։ Ներդրումներ կատարեց բնակարանաշինության նախագծերում, քանի որ գիտեր, թե որտեղից էր եկել ցանկանում էր հատուցել։ Ընկերությունն այլս միայն շահույթի մասին չէր։ Դա ազդեցության մասին էր։ Դա տարբերություն ստեղծելու մասին էր։ Դա ոչ միայն շենքեր, այլ համայնքներ կառուցելու մասին էր։ Եվ զարմանալիորեն, կամ գուցե ոչ այնքան զարմանալիորեն, դա նրան ավելի հաջողակ դարձրեց։ Միքայելի ծնվելուց 2 տարի անց Մարիամը իր գրասենյակում էր, երբ ծան 80 ստացավ։ Դիեգոն դիմել էր պայմանական վաղաժամկետ ազատման համար։ Պատժի մի մասը կրելուց լավ վարքի համար նա կարող էր դուրս գալ մի քանի ամսից։ Նա կարդաց ծանուցումը ոչինչ չզգաց։ Ոչ զայրույթ, ոչ վախ, ոչ բավարարություն։ Պարզապես ոչինչ։ Դիեգո Ալեքսանյանն այլս իշխանություն չուներ նրա վրա։ Նա պարզապես մի մարդ էր, ով հանցագործություններ էր կատարել դրանց համար վճարում էր։ Նա այլս դավաճան ամուսինը չէր։ Նա այլս իր պատմության չարագործը չէր։ Նա պարզապես ինչ-որ մեկն էր անցյալից։ Նա արխիվացրեց ծանուցումը, վերադարձավ աշխատանքի։ Այդ գիշեր, տանը, նա գտավ Ռաֆայելին, խաղալիս Միքայելի հետ հյուրասենյակի գորգի վրա, մինչ Նինան տնային աշխատանք էր անում խոհանոցի սեղանի մոտ։ Տունը բուրում էր ջեռոցում պատրաստվող ընթրիքից։ Ամեն կողմ խաղալիքներ էին ցրված։ Առավոտվա սպասքը դեռ լվացարանում էր։ Դա անկարգություն էր։ Դա անկատար էր։ Դա իրական էր։ Եվ անսահմանորեն ավելի լավ էր, քան կատարելության ցանկացած ֆանտազիա, որը նա երբեք կարծել էր, թե ուներ Դիեգոյի հետ։ Մարիամը նստեց հատակին Ռաֆայելի կողքին։ Միքայելն անմիջապես սողաց դեպի նա, մրմնջալով բաներ, որոնք միայն ինքն էր հասկանում։ Նա վերցրեց նրան գրկին, զգալով իր որդու հարմարավետ ծանրությունը։ Ռաֆայելը թդրեց նրա ուսերին։ Նինան խոհանոցից բղավեց, հարցնելով, թե քանի է 7 անգամ 8-ը։ Մարիամն ավտոմատ պատասխանեց, խուտուտ տալով Միքայելի որովայնին։ Ահա, սա էր։ Սա էր այն կյանքը, որի համար նա գրեթե մահացել էր։ Դա այն կյանքը չէր, որը նա պլանավորել էր։ Դա այն կյանքը չէր, որը նա պատկերացրել էր, երբ կառուցում էր իր կայսրությունը։ Բայց դա մի կյանք էր, որն արժեր ապրել։ Կրակը, որը գրեթե կլանել էր նրան, նա այրել էր բոլոր պատրանքները։ Բոլոր դիմակները։ Բոլոր կեղծիքները։ Եվ այն ամենից, ինչ մնացել էր, մոխիրներից ու փլատակներից, նա կառուցել էր ինչ-որ նոր բան։ Ինչ-որ իրական բան։ Մարիամ Սպիտակյանն այլս պարզապես անողոք գործարարուհին չէր, ով կայսրություն էր հիմնել։ Նա մայր էր։ Նա կին էր։ Նա մարդ էր, իր ողջ փառահեղ անկատար բարդությամբ։ Նա նայեց Ռաֆայելին, ով նրան նայում էր այն նուրբ ժպիտով, որը նա սովորել էր սիրել։ Նա նայեց Միքայելին, ով խաղում էր իր մատներով։ Նա նայեց Նինային, ով հիմա վազում էր, օգնություն խնդրելով մաթեմատիկայի տնային աշխատանքի հետ։ Եվ Մարիամը վերջապես հասկացավ, թե ինչ էր միշտ փնտրել, բայց երբեք չէր կարողացել անվանել։ Դա իշխանություն չէր։ Դա հաջողություն չէր։ Դա փող կամ ճանաչում կամ մրցանակներ կամ վերնագրեր չէին։ Սա էր։ Սա էր պատկանելը։ Սա էր տեսանելի լինելը։ Սա էր սիրված լինելը։ Սա էր սիրելը։ Սա էր այն պարզ խորը մարդկային կապը, որը ամեն ինչ արժեր։ Արը մայր էր մտնում դրսում, Երանի երկինքը նարնջագույն կարմիր երանգներով ներկելով։ Քաղաքը շարունակում էր իր կատաղի պարը։ Միլիոնավոր մարդիկ հետապնդում էին միլիոնավոր տարբեր երազանքներ։ Եվ նրանց բոլորի մեջ, արաբկիր թաղամասի մի տանը, մի իմպրովիզացված, բայց իր ձով կատարյալ ընտանիք կիսում էր մի սովորական պահ, որն իրականում արտասովոր էր։ Մարիամը գոյատել էր կրակից։ Գոյատել էր դավաճանությունից։ Գոյատել էր կորստից։
Եվ այդ ամենի մյուս կողմում նա հայտնաբերել էր, որ իսկական հաղթանակը ոչ թե հաղթելն էր, այլ վերացնվելը։ Թույլ տալով իրեն խոցելի լինել։ Թույլ տալով իրեն նորից սիրել։ Թույլ տալով իրեն լիարժեք ապրել բոլոր այն ուրախություններով ու ցավերով, որոնք դա բերում էր։ Եվ մինչ նա իր որդուն գրկին էր պահում, ամուսնութը իր ուսերին, իսկ խորտ աղջիկը խնդրում էր իր ուշադրությունը, Մարիամը բացարձակ վստահ յամբ գիտեր, որ գտել էր այն, ինչ փնտրում էր։ Դա հեքիաթների երջանիկ ավարտը չէր։ Դա ավելի լավն էր։ Դա իրական էր։